Ես մի քանի առիթով այս հարցին անդրադարձել եմ, նորից ասեմ, այս ամեն ինչը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության հայտարարել է երրորդ հանրապետությունը լուծարելու եւ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին։ Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր, կազմակերպություններ, ովքեր դեմ են այս հրեշավոր ծրագրի իրականացմանը։ Այս ամբողջ process-ը դրա համար է, որպեսզի չեզոքացնեն, մեկուսացնեն նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ընդդիմադիրներին, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց, որպեսզի այս հրեշավոր ծրագիրը մեր պետության ու ժողովրդի հետ իրականացնեն։ Իրենց ամենամեծ խնդիրը լինելու է սահմանադրական բարեփոխումները, Թուրքիայի գլխավոր պահանջներից մեկի իրականացումը եւ ամեն ինչ փորձելու են անել սա, որպեսզի կարողանան իրականացնել, բայց չեն կարողանալու, որովհետեւ դա իրականացնելու որևէ ճանապարհ եւ հնարավորություն այսօրվա մեր սահմանադրությունը չի ընձեռնում։ Փորձելու են կրկին սահմանադրական կարգը տապալելով լկտիությամբ եւ ապօրինությամբ դա անել, փորձելու են։ Մեր խնդիրն է նաեւ դա թույլ չտալ։ Հիմա այս ճանապարհին դիմադրությամբ, այսինքն ես չեմ պատկերացնում որևէ ընդդիմադիր ճիշտ անհանրությունը դրա պահանջը կա ու բնական պահանջը դա ու առհասարակ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան անխուսափելի պետք է լինի այս հրեշավոր ծրագիրը կանխելու համար։ Իհարկե, դրա մասին այնքան ենք խոսել եւ ասել։ Նաև հանրային մի քանի շրջանակներ այս process-ների մեկնարկի ժամանակ հիշեցրին, որ ժամանակին զգուշացնում են, որ Նիկոլը ոչ մեկին չի խնայելու։ Հիմա ժամանակ հասել է եւ բոլորի հետևից եկել է, ասում է ինչն էր զարմանալի էլի ձեզ համար։ Ես չեմ զարմացել, ես այս ամեն ինչը ընտրություններից առաջ եմ ասել։ Շատ դետալացված, ոչ միայն որ Նիկոլը վերարտադրվելու պարագային փորձելու է մեկ անձի դիկտատուրը հաստատել մեր երկրում, այլ շարունակելու է լայն կերպով իրականացնել Թուրքիայի պահանջները։ Իմ համար ընդհանրապես զարմանալու բան չկա այս ընթացքում կամ այս ամեն ինչը անսպասելի մանդատները չվերցնեին, այս իրավիճակը չէր լինելու։ Այսինքն սա ինչ մի բան է, ասենք երեկել Նիկոլ Փաշինյանը խորհրդային մանդատները դրեք։ Ասենք դա բացարձակ մեկը մյուսի հետ կապ չունի, այդ խոսվիթը արդեն բան է, այդ մանդատի։ Այսինքն դրանով էր պայմանավորված այս process-ը, ասենք Բարգավաճ Հայաստանի մանդատներն էլ գողացել էին, մանդատ չէին տվել։ Կարող է պակասեն այդ հալածանքները ավելի մեծ ու լայն թափով չիրականացում։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Լավ, խորհրդարանական գործիքակազմը բավարար լինելու է։ Բացարձակ։ Այսինքն նախատեսվում է նաև հանրային փողոցի գեներացում։ Խորհրդարանի մեր գործիքակազմը մի մասն է փոփոխություններ հասնելու համար։ 100 անգամ ասել ենք, մեկ անգամ եւս կրկնում եմ։ Առանց խորհրդարանական մանդատների միայն փողոցով ըստ էության դա անհնարին էր ու նույնը հակառակը միայն փողոցային մանդատով դա հնարավոր չի, հետեւաբար մենք ունենք երկու խնդիր խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս կազմակերպել մեր հասարակությանը գիտակից ազգային մեր երկրի պետության ապագայով մտահոգ քաղաքացիներին կարողանանք կազմակերպել, կոնսոլիդացնել մի հատ ընդհանուր մեծ ոչի համաժողովրդական ճակատ ստեղծել ու փորձել կանխել այն հրաշավոր ծրագիրը, որ գործադրվում է մեր պետության ու Քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվում են, պարոն Սաղաթելյան։ Գիտեք, քանի ամիս է այդ քննարկումները կան։ Այս պահին վերջնական որ ասեմ կոնսոլիդացիա կա դեռ չկա, բայց դա առաջիկա շաբաթներին մեր հիմնական անելիքը եւ քաղաքական կոնսուլտացիաների առանցքը պետք է լինի։ Բայց կան արդեն այդ կոնսուլտացիաները գոնե sense քննարկումներ կան, բավականին երկար ժամանակ է, տարբեր մոտեցումներ կան, բայց նաև արտախորհրդարանական ուժերի հետ։ Անշուշտ, որովհետեւ սա բնականաբար մենակ խորհրդարանական ուժերի խնդիրը չի, սա առավելագույնը պետք է կարողանանք մոբիլիզացնել նորից եմ ասում, ոչ միայն քաղաքական ուժերին, այլ նաև մեր հանրության բոլոր հնարավոր շերտերին։